Ինչպես արդեն ասվեց, շարունակում էի բուհերի ընդունելության քննությունների բուհի հայտագրման, մասնագիտության հայտագրման գործընթացի փուլը եւ որը մենք անվանում ենք հայտագրման երկրորդ փուլ, ավելի հին ժամանակներում դա կոչվում էր հիմնական փուլ։ Ինչու մեզ կան շեշտում, որովհետև գիտեք հունվար-փետրվար ամիսներին կազմակերպվող միասնական քննությունների ժամանակ դիմորդները բուհ մասնագիտություն չեն նշում։ Երկրորդ փուլից սկսած, այսինքն ապրիլ-մայիսի հայտագրման ժամանակահատվածում արդեն բոլոր դիմորդները պարտավոր են նշել նաև բուհը, մասնագիտությունը, իսկ եթե ցանկանում են նաև հանձնել միասնական կամ ներբողական քննություններ, բնականաբար նաև այդ քննությունները։ Այսօրվա դրությամբ մենք դերևս ունենք 4 օր, ավարտում է հայտագրման գործընթացը մայիսի 10-ին եւ օրեցօր նկատում ենք, որ ամենօրյա դիմորդների թիվը ավելի են շատանում։ Եթե 2024 թվականին, 25 թվականի հունվարի մենք ունեցել ենք 11608 դիմորդ, ապա այսօր արդեն ունենք 12820 դիմորդ եւ սա փոփոխական է, ամեն րոպե, ամեն վայրկյան փոխվում է թիվը։ Միայն 7780 միասնական քննություններ հանձնող։ Այսինքն, եթե դեռ 4 օր էլ կա, իսկ վիճակագրությունը կամ միտումը ցույց է տալիս, որ գնալով ակտիվանում է, շատերը վերջին օրն են թողում, հետեւաբար այս 12000-ն ավելանալու է։ Չի բացառվում, որ ավելանա եւ շատ նույնիսկ ավելանա։ Բացի դրանից մենք ունենք մեր նրբություն, որ ամեն անգամ, այսօր երկրորդ, երրորդ տարին զգուշացնում ենք մեր դիմորդներին, որոնք չեն կատարում այդ պարզ հասարակ գործողությունը։ Երբ առաջին փուլում հունվար-փետրվար ամիսներին իրենք քննություն են հանձնում եւ երկրորդ փուլին պարտավոր են նշել բուհը եւ մասնագիտությունը, նրանք այդ բուհ մասնագիտությունը չեն նշում, նույնիսկ այլ ասել չեն հայտագրվում եւ ունեցանք նախորդ տարիներին դեպքեր, երբ անձնավորությունը դիմորդը, որը ցանկանում էր ուսումը շարունակել բուհի առկա ուսուցման համակարգում, պարզապես դուրս մնաց, որովհետև երկրորդ փուլում ինքը չէր նշել բուհը մասնագիտությունը։ Իսկ գնահատման եւ թեստավորման կենտրոնում բնականաբար համակարգիչը չի կարողանում ընկալել այդ միասնական քննությունները ինչի համար է ինքը տվել։ Ունենք տարբեր տեղեր, որ կարող է այդ միասնական քննությունների միավորները օգտագործել։ Թեկուզ մեկը ասեմ հեռակա ուսուցման համակարգ։ Այսինքն ես քննություն հանձնում եմ հունվար-փետրվար ամիսներին, քանի որ այդ ժամանակահատվածում ավելի լավ եմ, պարապել ավելի լավ եմ ինձ զգում, հանձնում եմ քննությունը, բավարարում եմ գնահատականներով եւ այլևս քննություն չեմ հանձնում, իմ քննության գնահատականները օգտագործելու եմ հեռակա ուսուցման համակարգում։ Համակարգիչը հասկանում է այդպես, կամ ունենք բուհեր, մասնագիտություններ, որոնք գնահատման եւ թեստավորման կենտրոնի մրցույթային համակարգով չեն կապվում արդյունքները։ Օրինակ Վազգեն Սարգսյան համալսարանը, այնտեղ բնականաբար մենք մրցույթը կազմակերպում է բուհը։ Այդ իսկ պատճառով ես խնդրում եմ, այսօր մենք ունենք 4240 դիմորդ, որոնք ունեն գնահատականներ, նշել են գնահատականները, բայց չեն նշել բուհը մասնագիտությունը։ Հորդորում եմ, պահանջում եմ, նաև խնդրում եմ, որ այս 4 օրվա ընթացքում անպայման ընտրեն բուհը, ընտրեն մասնագիտությունը։ Այլապես նախորդ տարվա նման կլինեն դիմորդները, որոնք դուրս կմնան մրցույթից։ Այսինքն, եթե ինքը չի մասնակցում մրցույթին, բնականաբար դուրս է մնում նաև այդ բուհերի ընդունության ցուցակներից։ Այսինքն մենք չենք կարողանում տեսնել ինքը ինչ է ուզում, ինքը իր մտքին ինչ կար։ Եթե չի ուզում, մենք նույնիսկ գիտեք ինչ ենք անում, ավելի ենք պարզեցնում։ Իրենց ուղարկում ենք
հաղորդագրություններ իրենց հեռախոսահամարներին, որ դուք ձեր բուհ չեք նշել եւ եթե ցանկանում եք բուսումը շարունակել արկաուսման համակարգում, ապա ընտրեք բուհը եւ մասնագիտություն։ Ավելին ասեմ, եթե այդ հիմնական մրցույթին իրենք չեն մասնակցում նաեւ լրացուցիչ մրցույթին, որովհետեւ տեսեք, այնտեղ գրված է մրցույթից դուրս մնացածները, բայց իրենք մրցույթին չեն մասնակցում, դրա համար մրցույթից դուրս մնալ չեն կարող։ Պարոն Նասիմյան, իսկ հնարավոր է 4240-ը, որ չեն դիմել զուտ նրա համար, որ սպասում են վերջին օրը, հասկանան, որ ֆակուլտետներում, որ մասնագիտությունների գծով պահանջարկը շատ է քիչ, այսինքն մանևրելու տեղ լինի։ Այսինքն այդքան էլ չէ, որովհետև 24 ժամյա ռեժիմով իրենք կարող են անընդհատ փոխել իրենց բուհը, մասնագիտությունը, նույնիսկ առարկաները։ Որովհետև այնուհետև եթե բուհը ընտրում եք, մասնագիտություն ընտրում եք, այնուհետև տեսնում եք, որ չգիտեմ, մենք ունենք այնտեղ դիմորդների, մասնագիտությունների շարժը, եթե տեսնում եք շարժում ինչ որ խնդիրներ կան, դուք կարող եք փոխել մասնագիտությունը, շատ հեշտությամբ նույն ձևով կարելի է փոխել, նույնիսկ վերջին վայրկյաններին։ Այնպես որ բուհեր դիմորդների մի մասը պարզապես երևի չի իմանում, որ երկրորդ փուլում պարտադիր պետք է նշվի բուհը եւ մասնագիտություն։